Եգիպտոսում քրիստոնեությունը տարածվել է առաջին դարում ավետարանիչ Մարկոսի քարոզչությամբ։ Այն մեծ ազդեցություն ունեցավ երկրի մշակույթի և հասարակության վրա։ 4-րդ դարում քրիստոնեությունը դարձավ պաշտոնական կրոն, սակայն 7-րդ դարում արաբական նվաճումներից հետո իսլամը սկսեց գերակշռել։ Չնայած դրան, եգիպտական կոպտական եկեղեցին մինչ օրս կարևոր դեր ունի, լինելով աշխարհի հնագույն քրիստոնեական համայնքներից մեկը։ Կոպտերը պահպանում են իրենց լեզուն, ավանդույթները և յուրահատուկ լիտուրգիական արարողությունները։ Եվ դրա համար ես հատուկ գնացի կոպտական եկեղեցի Շարմ էլ Շեխում, Եգիպտոսում, որպեսզի ամեն ինչ ավելի մոտիկից տեսնեմ։ Եկեղեցի sense մոմ են կարում, նայեք մոմերի ինչ մորներ են, նայեք։ Բայց հոտ չի գալի վրանից։ Եկեղեցի նայեք ինչ գեղեցկություն է։ Այս եկեղեցում, որտեղ ես գնում էի, բոլոր փաթերը, որոնք դուք տեսել եք, նկարված էին։ Նկարել էր մի մարդ, և նա ամբողջ Աստվածաշունչը նկարել էր պատին։ Նոյան պրոպանանդ է։ Շատ սիրուն է։